Բարեկամներ, շարունակվում է խաղային երեկո, քիչ առաջ տեսնում ենք։ Տեսանք։ Երևանը հաղթեց 6-1 հաշվով Փարիզին։ Երկրորդ ամեն մեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում։ Փարիզն էլ այս պայն առաջատարն է այս մրցաշարի։ Հիմա տեսնում ենք երկրորդ հանդիպումն է մեկնարկում մեզ մոտ, որտեղ միմյանց հետ մրցում են Արսենալը եւ Բենֆիկան։ Տեսնենք այս հանդիպումը ինչպես կընթանա։ Երկու հրաշալի թիմեր բախվել են միմյանց հետ եւ տեսնում ենք խաղի մրցավարի սուլիչը կամ խաղը մեկնարկեց եւ հիմա ներկայացնում են թիմերի հայտարարությունները Արսենալ դարպասում է համար 78 Վարամ Սերունյանը, համար 4 Էրիկ Մանուկյան, համար 6 Կանո Արզումանյան, տանգավոր էր այստեղ Բենֆիկայի գրո, համար 10 թիմի ավակ Սպարտակ Ավետիսյան, համար 11 Սիավար Ռեզանեզատ, համար 13 Հարութ Յախանյան, համար 17 Արման Հակոբյան և համար 23 Պատիսան Տանապան։ Հիմա Արսենալն է անցել գրոյի, Ավետիսյան արված և Սարգսյանը փրկեց իր թիմին։ Բենֆիկա դարպասում է թիմի ավակ Սուրեն Սարգսյանը, համար 12, համար 4 Սամվել Գալեմպերյան, համար 6 Սեմյոն Պետրոսյան, համար 9 Արշակ Սարգսյան, համար 10 Վարդգեզ Իսրայելյան, համար 11 Ռոբերտ Աղաջանյան, համար 14 Գևորգ Սուրմալյան, համար 22 Լուսիկ Բարսեղյան, համար 77 Հրաչ Ղազարյան, համար 80 Սուրեն Սմբատյան և համար 89 Վլադ Մխիթարյան։ Եվ խաղի մրցավարն է Վագն Ագուլյանը։ Այսքանը պաշտոնական մասով Բենֆիկան մի փոքր լավ կայուն մրցաշար է մեկնարկել, հիմա նրանք են գրովում, տեսնենք Բարսեղյան, տանգավոր է արված և Լուսիկ Բարսեղյանի արվածը շեղերի վերջո 6 խաղից հետո 13 միավոր իր ակտիվ ունի Բենֆիկան և 4 գոլզոնականում է գտնվում այս պահին։ Բենֆիկան է անցել գրոյին, Քութարյան, Բարսեղյան արված վտանգավոր էր, Սևումյանն է փրկում իր թիմին, առաջին սեյվը տեսան Հարամ Սևումյանից և առաջին անկյունայինը կլինի այս խաղի, Բենֆիկան է վաստակել։ Սյան երկար փոխանցում վտանգավոր է արված և նորից Սևումյանն է փրկում, ինչպիսի դիրքից հիմա Գևորգ Սուրմալյանը ուղիղ Սևումյանին նրան հարվածեց, շատ վտանգավոր պահ Բենֆիկան նորից ունեցավ։ Չորրորդ հորիզոնական հաղթում Բենֆիկան, իսկ Արսենալը 4 խաղից ընդամենը
մեկ հաղթանակ է գրանցել 3 միավոր ունի իր ակտիվում մի փոքր նրանք լավ հանդես չեն գալիս այս մրցաշարում Զարյան կրկին Բենֆիկան է նետվել գրոյին, Խիթարյանի հետ կարկեց գնդակը, Խիթարյան արված և անկունային նորից Բենֆիկայի օգտին կարկեցին հիմա Բենֆիկայի տղաները այս անկունայինը, Խիթարյան կրկին հեռացված է գնդակը երկրորդ տեմպով շարունակվի Բենֆիկայի գրոհ Սարգսյան փոխանցում և Սևումյանն է որսում գնդակը և սկսում իր թիմի Երկար փոխանցում Ղազարյանը արված և հանդիպման հաշիվը բացված է 1-0 Հրաչ Ղազարյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է բարեկամներ ուղղակի ֆանտաստիկ փոխանցում կատարեց խորքից Ուսիկ Բարսեղյանը Ղազարյանի ուղղությամբ վերջինս է ընթացքից մեկ հպումով հարվածով ուղարկեց գնդակը Վարամ Սևումյանի դարպասին այլ Արսենալն է գրոհում Ավետիսյանը հարված չուշացավ Արսենալի պատասխանը Սպարտակ Ավետիսյանը 1-1 Սպարտակ Ավետիսյան 1-1 շատ արագ պատասխանեց Արսենալը Բենֆիկայի գոլին և կարողացավ Ավետիսյանը հավասարեցնել հանդիպման հաշիվը, տեսնում ենք 2 րոպեում 2 գոլ տեսանք բարեկամներ շատ լավ են երկու թիմերն էլ մեկնարկել հանդիպումը Բենֆիկան է անցել գրոհի Մխիթարյան լավ անցում Մխիթարյան հակված է Վլադ Մխիթարյանի հարվածի ճանապարհը և այստեղ խաղթում Իսրայելյանի կողմից Արսենալն է անցել գրոհի Ավետիսյան Ավետիսյան պտտվեց և հարված կատարեց դժվարությամբ փրկեց իր թիմին Սարգսյանը անկյունային է վաստակել արագ խաղարկված է այս անկյունայինը Արսենալին Մանուկյան Դիմացին Արզումանյան անցումը չստացվեց այստեղ Արզումանյանին բայց շարունակվում է գնդակով մնալ Արսենալը Վարտակ Ավետիսյան ներվից հարված Գալենտերյանը հեռացրեց գնդակը
տեսնում ենք մի փոքր տարածքային առավելությունը վերցրել է իր ձեռքը այս րոպեների ընթացքում Արսենալը Պետիսյան լավ գործեցին հիմա պաշտպանությունը Բենֆիկայի տղաները որից Արսենալը խլեց գնդակը Կին Ավետիսյան հետ փոխանցում Հակոբյանի ուղղությամբ Խաղարկումներ տեսանք հիմա Արսենալի ֆուտբոլիստների կողմից եզրային նետում է հաստատում Արսենալը երրորդ գոլը այս մրցաշարում Սպարտակ Ավետիսյանի կողմից իսկ Ղազարյանը դա առաջին գնդակն է եկել այս մրցաշարում զգուշացվեց այստեղ Ռամանյանը Միջնամասն է արդեն մեզ մոտ առաջին խաղակեսի բարեկամներ 1-1 է հաշիվը ակտիվ են երկու թիմերն էլ գործում Կրկին Արսենալն է տեսնում ենք գնդակով խլեց գնդակը Ղազարյանը Ավետիսյանից Այստեղ սխալվեց հիմա Գերորգ Սուլեյմանը եւ կարող է հիմա ներբել գրոյի Արսենալը Գերմանյան Անցուն Ղազարյանը Երացեց գնդակը Իսյան պայց գնդակը դաշտի սահմաններում և եզրային նետումը Արսենալինն է Խլեցին գնդակ այստեղ Բենֆիկայի տղաները և կարող են հակագրոել Սնենք Վարդգես Իսրայելյանն է գնդակով դեռ պասիվ է
այսօր գործում Վարդգես Իսրայելյանը Արսենալը գրոյի արված Մանուկյանի արվածը տեսանք փրկեց իր թիմի Սուրեն Սարգսյանը Արշակ Սարգսյան փայլուն փոխացում Իսրայելյան արված Եվ հիմա շեղեր հարվածը ի վերջո Վարդգես Իսրայելյանի խոսեցի մի քանի վայրկյան առաջ նրանից եւ կարող էր նա հիմա ուղղակի այս գրո հայլուն եզրափակում տալ, բայց չկարողացավ արդյունքի հասնել Վարդգես Իսրայելյանը 6 գոլ է խփել այս մրցաշարում Իսրայելյանը իր թիմի լավագույն ռմբարկուն է Շալ է անցում հիմա Իսրայելյանից տեսանք, փոխանցում Սարգսյանին, Արշակ Սարգսյան, փոխանցում և ուղղակի է, հեռացված է գնդակը առաջ, հանակում է Բենֆիկայի մոտ գնդակը, Ասեղյան, հերվից հարված, փակված է այս հարվածի ճանապարհը Հարկում էր կրկին տեսանք Արսենալի տղաների կողմից և եզրային նետում Արսենալի օգտին մանր քայլերով մոտենում ենք առաջին կեսի ավարտին Մեկներ Բենֆիկան է գնդակով փորձում է շարժվել առաջ դեռ տեսնում եք լավ է պաշտպանվում բարձր բլոկով այստեղ Արսենալի տղաները Արսեղյանը հրաշալի անցում և ընկավ այստեղ հիմա Արսեղյանը բայց մրցավարը 11 մետրանոց չնշանակեց հիմա Արսենալն է անցել գրոյի հրաշալի փոխանցում Ավետիսյանից Սարգսյանը որսած գնդակը Զգուշացվում է այստեղ էլ վիճելու համար Մուսիկ Արսեղյանը վերջին դրվագում
Բայց ի վերջո դիտելու է խաղի մրցավարը։ Վերջին դրվագը տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Տեսնում ենք բարեկամներ խաղի մրցավարը դիտեց դրվագը վերջին եւ ոչինչ չկար Հուսիկ Բարսեղյանի հետ պայքարում գնդակին է խաղացել Արսենալի ֆուտբոլիստը միայն եզրային հետում այստեղ Բենֆիկայի օգտին Այլ Արսենալն է նետվում գրոյի Ավետիսյանը արված Երսեց այստեղ գնդակը Սարգսյանը սկսում իր թիմի հերթական գրողներից մեկը Իսրայելյան երվից արված և գոլ Վարդկես Իսրայելյան 2-1 Վարդկես Իսրայելյան 2-1 փայլուն գոլ եղինակ դարձավ Բենֆիկայի հարձակվողը հերվից կրակոցով ուղակի գնդակը ուղարկեց Սևումյանի դարպասը կրկին Բենֆիկան այս խաղում առջևում է առաջին խաղակեսի երկրորդ հատվածում տեսնենք Հիմա այս գոլին ինչով կպատասխանի Արսենալը առաջին դեպքում շատ արագ Ավետիսյանը պատասխանեց Ղազարյանի գոլին հիմա տեսնենք Իսրայելյանի գոլին ինչով արձագանքի Արսենալը Մխիթարյան Բենֆիկան է կրկին նետվել գրոյի Լավ Մխիթարյան անցավ աճեզր փոխացում և հիմա Սամվել Գալեմպերյանը ուղակի դարպասի գծից շատ բարձր է հարվածում, այսա սենսացիա էր։ Ինչ է անում հիմա Սամվել Գալեմպերյանը, ոյ։ Ուղակի այստեղ, այս հարվածից հետո չեմ կարողանում բառեր արտասանել, ինչևէ այդ դրվագը անցյալում է, հիմա տեսնենք Արսենալն է անցել գրոյի և խաղթում Մանուկյանի պայքարում Հենց Մանուկյանն է գնդակի մոտ, տեսնենք ստանդարտը Արսենալի սուրիճը կա, Մանուկյան, հարված և Սարգսյանը փրկեց իր թիմին։ Կարող է ակագրոյել այստեղ Բենֆիկան, բայց նորից Մանուկյանը լավ գործեց։ Իսրայելյան փափուկ փոխանցում այս չանցավ Վարդկես Իսրայելյանի 7-րդ գնդակը հեղինակեց այս մրցաշարում Վարդկես Իսրայելյանը հիմա նորից Բենֆիկան է անցել գրոյի Մխիթարյան, լավ այստեղ անցում կատարեց Մխիթարյանը, թողեց գնդակը Ղազարյանին Մխիթարյան Եվ վերջ բարեկամներ, առաջին կեսը մեզ մոտ ավարտված է, 2-1 հաշվով այս պայն Բենֆիկան հաղթում է Արսենալին, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։
բարեկամներ, վերադարձանք եւ շարունակվում ենք։ Մեզ մոտ Բենֆիկա Արսենալ հանդիպումը երկրորդ խաղակեսը մեկնարկել է եւ առաջին կեսից հետո Բենֆիկան հաղթում է 2-1 հաշվով Արսենալին։ Հետաքրքիր առաջին կես ստացվեց։ Պարտվում է Արսենալը։ Ինչպես կընթանա երկրորդ խաղակեսը։ Շատ արագ հիմա անցնենք թիմերի հայտարարություններին։ Արսենալ դարձում է Վարամ Սևումյանը, Էրիկ Մանուկյան, Կամո Արզումանյան, Սպարտակ Ավետիսյան, Սիավաշ Ռեզանեզատ, Հարութ Յախանյան, Արման Հակոբյան եւ Տանապան Պոտիսյան։ Բենֆիկա դարձում է Սուրեն Սարգսյանը, Անդրեյ Ալեմպերյան, Սեմյոն Պետրոսյան, Արշակ Սարգսյան, Վարդգես Իսրայելյան, Ռոբերտ Պահաջանյան, Լևոն Սուլմանյան, Ուսիկ Բարսեղյան, Հրաչ Ղազարյան, Սուրեն Սմբատյան եւ Վլադ Մխիթարյան։ Փոխանցումը Խիթարյանի կողմից Պետրոսյանի ուղղությամբ, այդ շտապեց այստեղ մի փոքր։ Սեմյոն Պետրոսյանը։ Կրկին Բենֆիկան անցավ գրոյի, Աղաջանյան։ Խացումը փակված է Ռոբերտ Աղաջանյանի եւ անկյունային կլինում Բենֆիկայի օգտին։ Փոխանցում եւ Մանուկյանն է հեռացնում գնդակը։ Նորից Բենֆիկան անցավ գրոյի, Ղազարյան ներվից արված Սևումյանն է փրկում իր թիմին։ Անապան փոխացում աչ Զենազադին փոխանցում այստեղ Բարսենյանն է հեռացնում գնդակը, շարունակում է գնդակով մնալ Արսենալը։ Մանուկյան ներվից արված Էրիկ Մանուկյանից Սուրեն Սարգսյանը փրկեց իր թիմին։ Տեսնենք այս անկյունային Արսենալը ինչպես գցնեն, խաղարկված է անկյունայինը։ Ղազարյանը լավ գործեց պաշտպանությունում եւ հեռացրեց մի փոքր առաջ գնդակը։
Աղաջանյան, նա մի քանի հանդիպում բաց թողեց վնասվածքի պատճառով։ Անցած խաղում Արսենալը պարտվեց 2-5 հաշվով Այաքսին, իսկ Բենֆիկան ծանր պայքարում 2-1 հաշվով հաղթեց Արցախին։ Արսենալն է գրում, Ռեզենեզա տարված, անկյունային է նորից վաստակել Արսենալը։ Մխիթարյան հրաշալի անցում կատարեց Մխիթարյանը աջ եզրով։ Մխիթարյան լավ փոխանցում Սմբատյանին, բայց չպայեց գնդակի մոտ Սմբատյանը շարունակում է Բենֆիկայի գրով, Աղաջանյան արված և գոլ, հրաշալի գոլի հեղինակ է դառնում Ռոբերտ Աղաջանյանը 3-1։ Ռոբերտ Աղաջանյան 3-1 հրաշալի գործողությամբ աչքի ընկավ Ռոբերտ Աղաջանյանը և այդ մի քանի բաց թողած հանդիպումներից հետո արդյունավետ գործողությամբ աչքի ընկավ Բենֆիկայի ֆուտբոլիստը։ Հիմա արդեն 2 գոլ է առավելություն ունի այս խաղում Բենֆիկան։ Թարյան խլեց գնդակը նայց Ավետիսյանը, Սպարտակ Ավետիսյանը արվածը շեղերի վերջով Սպարտակ Ավետիսյանի փոքր ազգույշ գործեց իրենց սադաշտում այստեղ Վլադ Մխիթարյանը։ Երկար փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ, Պետրոսյան նետվում է առաջ Սեմյոն Պետրոսյանը և անկյունային վերջը Բենֆիկայի օգտին։ Նորից պետք է կրկնել այս անկյունայինը։ Ղազարյանը խաղարկում է գնդակը Աղաջանյանի հետ, Աղաջանյան հեռվից հարված և հեռացված է այստեղ գնդակը, հիմա տեսնենք Ավետիսյանի և Բարսեղյանի պայքարը, Ավետիսյան վայել է գնդակը Սպարտակ Ավետիսյանը, Ավետիսյան և Բարսեղյանը նրա դեմ պայքարում լավ պաշտպանվեց։ Ղազարյան արվածը շեղել է այստեղ հրաչ Ղազարյանին։
Այստեղ լավ գործեց հիմա Բարսեղյանը պաշտպանությունում եւ նետվում է գրոյի Բենֆիկան, Աղաջանյան արված Սևումյանն է փրկում իր թիմին։ Փոխանցում եւ Բարսեղյանն է նորից լավ գործում պաշտպանությունում։ Դեպքին Բենֆիկան անցավ գրոյի 2-2-ի Աղաջանյան Մխիթարյան արված եւ գոլ։ Մխիթարյանն էլ կարողացավ այսօր աչքի ընկնել գոլով։ Վլադ Մխիթարյան 4-1 մի փոքր մեծացրեց կրկին իր առավելությունը Բենֆիկան հրաշալի խաղարկումների շնորհիվ Վլադ Մխիթարյանն էլ դարձավ գոլի հեղինակ եւ նրանք էլ ավելի են մոտենում այսօրվա հաղթանակին Ազարյան երբից կրակոցը հարկեց Արամ Սևումյանը, Ազարյանի նորից Բենֆիկան է անցել յուրոյի Աղաջանյան գլխով հարված կատարեց Ռոբերտ Աղաջանյանը, բայց բարձր էր վերջինիս հարվածը Արսենալն է անցել գրոյի Ապան արված Սարգսյանը փրկեց հիմա Յախանյանը երկրորդ փորձից հարվածեց կրկին փայլուն սեյվով աչքի ընկավ Սուրեն Սարգսյանը շատ լավ հարվածներ կատարեցին Արսենալի տղաները, բայց ուղղակի հրաշալի էր իր դիրքում կրկին գործում Սուրեն Սարգսյանը Թարյան լավ փոխանցում Աղաջանյանի ուղղությամբ, Աղաջանյան, բայց իր մոտ գնդակը հարվածեց եւ գոլ հեղինակ դարձավ նորից Ռոբերտ Աղաջանյանը Ռոբերտ Աղաջանյան 5-1 դուբլ է գրանցում Աղաջանյանը կրկին մեծացրեց առավելությունը Բենֆիկան այս խաղում Իսրայելյանը խլեց գնդակ եւ նետվում է առաջ Վարդգես Իսրայելյանը արվածը շերը Իսրայելյանի շտապեց մի փոքր Վարդգես Իսրայելյանը 10 րոպե մնաց բարեկամներ հիմնական ժամանակի ավարտին 5-1 հաշվով հաղթում է Բենֆիկան Արսենալին Տեսնում ենք այս խաղակեսում լավ ճնշում չեն հաղորդել Արսենալի ֆուտբոլիստները Շանյան լավ փոխանցում Աղաջանյան Սնեք Աղաջանյան շատ պայեց իր մոտ գնդակ լինա Ռոբերտ Աղաջանյանը Հիմա Արսենալն է նետվել գրոյի Հակոբյան, ձախ եզրում է Արման Հակոբյանը
Անկյունային է հիմա վաստակել Արսենալը այս դրվագում։ Թարգված է անկյունայինը։ Փոխանցում Յախանյանի ուղղությամբ, Յախանյան և Ալեմտերյանն է հրաշալի գործում պաշտպանությունում։ Նախլեց Սերմանը գնդակը Աղաջանյան լավ փոխանցում Մխիթարյանի ուղղությամբ, Մխիթարյան անցում, բայց այստեղ փակեց այս փոխանցման ճանապարհը Նետվում գրոյի Բենֆիկան Սիրայլյան հրաշալի փոխանցում Մխիթարյանի ուղղությամբ, լավ խաղարկումներ արված Աղաջանյանի կողմից, բայց Սևոմյանը փրկեց իր թիմին, փայլուն խաղարկումներ տեսանք հիմա Բենֆիկայի խաղացողների կողմից, անկյունային է վաստակել այստեղ Բենֆիկան, խաղարկեցին գնդակը, Պետրոսյան երկար փոխանցում, այս չհասավ այս գնդակին Ալեմտերյանը Փոխանցում հիմա Ալեմտերյանն է հեռացնում գնդակը Շատ քիչ ժամանակ մնաց բարեկամների հիմնական ժամանակի ավարտին Լավ փոխանցում հիմա Աղաջանյանի ուղղությամբ և ընթացքից հարվածը չստացվեց հիմա Ռոբերտ Աղաջանյանին Փայլուն փոխանցում Արզումանյանի ուղղությամբ և անկյունային կլինի Արսենալի օպտին Արագ խաղարկեցին գնդակը Արզումանյան փոխանցում Ավետիսյանին նորից անկյունային փրկեց իր թիմի Սարգսյանը Ավետիսյան փոխանցում և հիմա Արման Հակոբյանը ինչպիսի դիրքից չէ խաղարկվեց, արագ խաղարկված է հիմա գնդակը, Բենֆիկան անցավ գրոյին Իսրայելյան փոխեց գրոյի եզրը, Իսրայելյան փոխանցում Արված և Արշակ Սարգսյանն է հիմա էլ բարձր արվածում Լավ փոխանցում Ավետիսյանի ուղղությամբ, Ավետիսյան և Պետրոսյանն էր հրաշալի գործում պաշտպանությունում
Զատ փոխանցում եւ հիմա կրճատեց հանդիպման հաշիվը ի վերջո Արման Հակոբյանը։ Արման Հակոբյան 5-2 մի փոքր կրճատեց հանդիպան հաշիվը Արսենալը, բայց մի քանի րոպե մնացել հանդիպան ավարտին բարեկամներ, հերթական 3 միավորը կարծես թե կվաստակի այսօրվա խաղը Բենֆիկան։ Արսենալը անցել Զենեզատ Ացումը չստացվեց Արսենալի ֆուտբոլիստի Տտվեց հիմա Իթարյանը և անաջող փոխանցում Արզումանյանը արված Սարգսյանն է փրկում իր թիմին Այստեղ էլ Արշակ Սարգսյանն է արեցրեց գնդակը Արզումանյան փոխեց գրոյի եզրը, բայց Մանուկյանը չասավ այս գնդակին։ Փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ, լավ այստեղ լավայց հիմա գնդակը Սեմյոն Պետրոսյանը Շյան չստացվեց Սեմյոն Պետրոսյանին Մանուկյան երվից սալված է, պարկված է Մանուկյանի և նետվում է հիմա հակագրոյի Բենֆիկան Իսրայելյան փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ, բայց պահանապանն է ֆանտաստիկ գործում հիմա պաշտպանությունում Արսենալը անցավ գրոյի Զենեզատ Փոխանցումը փակված է Եվ վերջ բարեկամներ, հանդիպումը մեզ մոտ ավարտված է 5-2 հաշվով, ի վերջո Բենֆիկան կարողանում է հաղթել Արսենալին և հերթական 3 միավորը վաստակել այս մրցաշարում, հրաշալի հանդիպում ստացվեց, մնացեք մեզ հետ, կարճ դադար, կվերադառնանք մի քանի րոպեից։